Մեր կողքի շենքից շատ խիլոք շնորհքով տղա էր։ Երեք իրիկ ունեմ ես լսել, որ ինչ որ երեխենիկի արձակուրդ հետա գնացա ինչ արե, ինչ որ այնտեղ շատ ինչ են արի երեխեն ինչ որ իրան վնասատը։ Երեխեքի հետ գնացա մերը էքսկուրսիա։ Ուրա երեխուն ճամփուտերը բանակ, ինքն էլ էքսկուրսիա դեպրոցից որ տարած գնացել է։ Ու լա չկա, լա մեր էլ չիմանում ասма։ Մեր էլ չիմանում ինչ որ այդեն դժբախտություն ապատահ է։ Պահես պաշտեց 20 տարի 10 պետություն, որ այնրա ռիսկ ունենան իր զինվորին դեցեն։ Ճշատ է երեխան որ նադայել եղավ, առանց ճշել ու երեխան հոչեր է թա ինչ որ անցակորտություն արել, կյանքը թանկա չէր կարա իրան էթեր եսեմ ինչ աներ։ Կրակելու մասին չեմ լսել, երեք այդտենց ես լսա, որ ինչ որ գնաց իրան կողքը ինչ արել։ Այդ չաստից հագիդերու, այդտենց ասեն, այդտենց եմ լսել։ Հավաքված էին կանայք ստեղ, ասեցին ինքնասպան, ուրիշ բան չեմ լսել։ Բոլորը մեղքում էին այդ ձևի, ասեցին մաման էլ չգիտի։ Դաժե ինչև այսօր առավոտը հարցրել եմ, ասում են հələ չգիտի։ Երկու քույր ասեցին ունի, ինքը միթակ տղա է։ Ուչեպկա էլ է, հետո եկի հարցակուրդ նոր են տարել կարմիր։ Ես որ երկար տարիստե չեմ էլ փոքր երեխա է էլի, բայց ասենք ընտանիքը շատ համեստ ընտանիք է։ Շատ ցավալի է։ Երեք եմ իմացել։ Դե արդեն լրիվ տեղյակ էին։ Մինչև ասենք Facebook գցելը տեղյակ էին, որ դες դեպք է էլի։ Հիմի ինչն է պատճառը, դե ասում են ծեծ էին ենթարկել, երկու հոգի էլ ձերբակալված է։ Սա կախված է, որ բանակում կարգ ու կանոն չկա, խստություն չկա, հսկողություն չկա, այդ է։ Նարեկը 2004 թվականին քանի տարեկան 20 է։ Ինքը 22 տարեկան 3 տարով իրան հետաձգել էին։ Հետո տարան բանակ հոկտեմբերյան հաջախակի հարցնում էին։ Տատիկին անընդհատ ասում էր շատ լավ է, Նարեկը շատ գոհ է։ Հոկտեմբերյանում իր սերժանտականներին չեն, չոպկան անցել է, տեղափոխել են Երևան։ Տեղափոխվել են ուր Ջամբարակ, նորմալ երեխա, դպրոցը նորմալ սովորել, գնացել է բանակ, ինստիտուտի վերջի կուրսից։ Շատ ցավալի պետք է մեզ ահավոր վիճակի մեջ է, ամբողջ մոտ կա, ամբողջ ժողովուրդը շոկի մեջ ենք։ Ինչ որ մեկը ինձ ասեց, աստեղից կրակած է, որ գիտեն, որ դա ինքնասպանություն։ Երեխան մարդը ինչի է ինքնասպանություն գործ։ Ուրեմն հոգեբանական ճնշումը չի դիմանում։ Առավոտը հարևանուս ասեցի, ինչ ես անում, արի կոֆե խմենք, այսօր տանն են։ Եկավ որ ասեց, վայ, ինքան վատ զգացի, ասեց մահացել է բարինեի տղեն բանակում, շատ մեծ ցավ է, ասում են, որ հարևանուհիս տենց ասեց, պատկերացրու, շատ վատացա ես, Վալերիանային խմե բարձրացել են վերև, իր տատիկի հետ երկար աշխատել ենք իրար հետ, Արմինեին ճանաչում են որպես խելոք հարս, շատ խելոք ազնվորություն է։ Ցավակցել ասի, գուցե սուտ կլինի, գուցե ճիշտ է, բայց դա շատ ցավով եմ ծանր եմ տանում, ես դա չգիտեմ։